Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ չեմ կարող ասել, որ ինձ սպասվում է աշխատանքային հետաքրքիր շաբաթ, որովհետև այսօր թերևս տարվա վերջին հաղորդումն ենք ձայնագրվում եւ կհանդիպենք արդեն տոներից հետո, չգիտեմ, երևի 1 կամ 2 շաբաթ անց ու դարձյալ արդեն կսկսենք մեր քննարկումներն ու վերլուծությունները քաղաքացու տեսանկյունից, ինչպես որ միշտ վարվում ենք, մեր ազատ շփումը արդեն ավելի թեժ սպասումներով լի տարվա շրջանակներում։ Այնպես որ այսօր կարելի է սա ընկալել որպես նախատոնական կամ առհասարակ տոնական եթեր։ Ամեն դեպքում փորձենք տեսնենք տարվա ընթացքում ինչ է եղել, հա, ոչ միայն տարվա ընթացքում, այլ ինչու ոչ, հենց 3 առաջին օրը, գիտեք, պարզվում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նույնպես կարողանում է հավաքվել ու խնջույք կազմակերպել։ Թիմով խմբակային ներկուսակցական խնջույք, նախատոնական, որը որ բոլոր տեսակի կոլեկտիվները կազմակերպում են։ Եվ իսկապես անհասկանալի է ինչու՞մն է կայանում խնդիրը եւ ինչու են այդքան ինֆարկտի դուռը հասել որոշ գործի։ Հա, ես հասկանում եմ, գուցե նրանք կարծում են տարվա ընթացքում կարողացել են այնքան սպառնալիքներ ու ատելություն գեներացնել, որ հիմա ԿՊ կուսակցությունը, չգիտեմ, դողերոցքի մեջ պիտի որ լուր, հանկարծ չերևար, տխուր նստած հոնգուր լացելուց, գիտեք ինչ, քանի որ ձեր մտքի կառուցվածքը, ես այդպիսի մարդկանց եմ ասում, հա, քանի որ ձեր մտքի կառուցվածքը հավասարազոր է աբորիգենիզմին, դա չի կարող ազդել որևիցե մեկի վրա։ Դուք կարծում եք, թե հայհոյանքով հարցադրում անելու դեպքում ձեզ ինչ-որ մեկը պատասխանելու է։ Դուք կարծում եք, թե ձեր կարծիքը անկապ ձևերով, ձեր երևակայած ձևով ձևակերպած, հետո ինչ-որ համոզմունքների հանգած, հետո գաք մեղադրականներ հնչեցնեք, ինչ-որ մեկը մեղավորության զգացում է նկատելու ձեր խոսքի ելնելով, ոչ։ Այնպես որ հույս ունեմ, որ 26 թվականին կտեսնեմ ձեզ մի փոքր վերաձևավորված, մի փոքր վերաձևակերպված ու ձևափոխված, մի փոքր ավելի քիչ ատող եւ մի փոքր ավելի շատ մտածող, ուսումնասիրող։ Հասկանում եք, որովհետեւ շատ հեշտ է ուսումնասիրել բոլորի էջերը, հասկանալու համար, թե հասարակության ինչպիսի շերտեր կան եւ առհասարակ մենք ինչպիսի հասարակություն ենք։ Դա բարդ բան չի։ Եվ կարելի է հենց այդ դրա բացասական ու դրական կողմերը հաշվի առնելով որոշակի ռազմավարություններ մշակել թե մեր օգտին, թե մեր դեմ։ Այսինքն մենք որոշակի պատասխանատվության զգացում մեր խոսույթում, մեր հարցադրումներում, մեր մեկնաբանություններում պիտի ունենանք։ Եվ փորձենք հնարավորինս տրամաբանորեն մոտենալ այդ հարցերին, հա։ Չէ, ես հասկանում եմ այդ քինախնդրությունը, վրեժխնդրության զգացումը ինչից է գալիս, որովհետև ամեն օրով արդեն ոչ միայն դուք եք հրավիրվում համապատասխան հակակոռուպցիոն կոմիտե կամ ՀՔՑ, այլ ձեր ընտանիքների անդամներով, ձեր գերդաստաններով եք հրավիրվում, որովհետև եւ այո, ձեր ձեռքից արդեն շատ բան փախչում է, թռնում է։ Դուք կորցնում եք ձեր թալանացը քիչ-քիչ եւ բնականաբար ձեր պատկերացրած երկիրը քանդվում է, բայց դուք դա չեք կարող փաթաթել մի հասարակ բանվոր մարդու պարանոցին, մի հասարակ շարքային քաղաքացու, գյուղացու, չգիտեմ, արհեստավորի պարանոցին չեք կարող փաթաթել, որովհետեւ այդ կեղծ ոռնոցի տակից իրենք միևնույնն է տեսնում են, որ խոսք չի գնում երկիր քանդելու մասին, գնում է երկիր կառուցելու մասին եւ այդ կառուցելու process-ի մեջ հնարավոր է լինեն սխալներ, բայց ոչ թե միտումնավոր սխալ գործունեություն հակապետական, որը որ արել եք դուք։ Այո, դուք ձեր համար ստեղծել եք ինչ-որ մի երևակայական երկիր
երևակայական հավելյալ իրավունքներով, երևակայական հավելյալ հնարավորություններով եւ դա եք պատկերացնում երկիրը սրանից նրանից խուսափելով, սրա նրա տակ պարկելով եւ այլն։ Մեկ էլ հանկարծ այսօր ձեր ոտքերը սկսում են կպչել գետնին։ Օրինակ Աղվան Վարդանյանը սիգարետով երբ որ անցնում է գետնանցումի տակով ու իրեն նկատողություն են անում, ինքը պարտավոր է արդեն լսի։ Ոնց, այս ինչ երկիր դարձրեցիք։ Քանդեցիք այս երկիրը։ Ես կարող եի ախր ծխելով որտեղով ասել ֆրֆրա եւ ով ասա որ ինձ հարցնում կամ նկատողություն անում։ Պատկերացնում եք իր պատկերացրած երկիրը ոնց է քանդվել։ Ոնց թե այն մյուսներ կարա ուրիշ ապրանքներ կրի եսել։ Այս ինչ եք անում, սա քանդեցիք, այ մարդ։ Դրա մոնոպոլիան իմ ձեռքն էր, ախր ես միայնակ ապահովում էի բոլորին։ Ինչ է նշանակում մրցակցություն։ Եվ ոնց թե չեմ կարող նրան գնդակահարել տալ։ Քանդում եք մեր հայրենիքը սուրբ, հայ թուրքեր։ Վերջ, սա է սրանց ամբողջ ասելիքը։ Իսկապես մտեք, փորփրեք, տեսեք։ Պարզվում է Վահե Հակոբյանին հրավիրել են կնոջ հետ հանդերձ համապատասխան իրավական դաշտ։ Հիմա ես հարց եմ տալիս, այդ մարդու կանիկը մի ամբողջ կայքի տերա, Պառա TV-ն, դա որոշ մեկին բանում Պառա TV, բնական չի ժողովուրդ ջան, որ Պառա TV-ն ներկայացնելու է այսօրվա իշխանություններին, որպես թուրքեր, հայրենիք քանդողներ, եկեղեցու վրա արշավողներ եւ այլն, բնական չի, բնական է, բա ինչ է նշանակում, ես ինչ համարձակություն եք դրսևորել իրենց հրավիրում եք նախկինում գործած հանցանքների համար պատասխան տալու ու այսպես շարունակ ու բոլորի հույսը մենք ենք այս հասարակ մարդկանցով բոլորի հույսն է նա որ մեզ կխաբեն որ մեզ կհամոզեն որ մեզնով կպաշտպանվեն ոչ գնացեք պատասխանատվություն կրեք իմիջայլոց վերջին օրերին եղել են ոչ այնքան աղմկահարույց գուցե որովհետև խոսքը առաջին պլանի քաղաքական գործիչների մասին չի բայց եղել են նաև ժողովրդավարության ջատագովներին աջակցողների ձերբակալություններ որևիցե մեկը դուրս չի եկել ասի սա քաղաքական հետապնդում է այլ բան այդ մարդիկ իրենք կընկալեն դա այդպես թե ոչ բայց կներեք որ մի փորձեք պաշտպանել ձեր հանցանքները ժողովրդով ժողովրդին դրանով դուք դարձնում եք հանցակից եւ այո ցավոք սրտի այստեղ պիտի արձանագրենք որ այդ մարդկանց երբ որ ձայն եք տվել ձեզ կամ խաբել են կամ շահագրգռել են կամ դուք այդպես եք մտածել ճիշտ դա ձեր գործն է որովհետեւ դա ձեր իրավունքն է ում ձայն տալ բայց իրականում իրենք հասցրել են ձեզ այդ նաև կարգավիճակին չէ որ դուք իրենց ձայն տակ իրականում ձեզնով փորձել են փրկել իրենց ունեցվածքը եւ ելի են փորձում հիմա մեր ձևով է ինչ շարժում է հենց հիմա եկեք գիտեք ինձ չի խանգարում ես փառք ասու այսքան բացի նրանից որ իրենք իրենց fake էջերով անընդհատ հարցակվում են իմ Facebook-յան էջի վրա ուրիշ բանով չեն խանգարում ինձ բացարձակ բայց նրանք իմ երկրում, իմ պետության մեջ փորձում են ինչ-որ բաներ անել ու ես չեմ կարող չանդրադառնալ, չէ, որովհետև դրանք կարող են հետևանքներ ունենալ։ Բայց հետևանքների տակից դուրս եկողը ես ու իմ սերունդ, իմ երեխաները ժառանգներն են լինելու։ Ես թույլ տամ դա տեղի ունենա, թե ոչ, թույլ չեմ տա։ Հարցը էստեղ է։ Ու հիմի որ գանք, բայց խոսակցությունը ուրիշ մասին էր, բանի մասին էր։ Մեր ձևովը ասում ես ես ինչ է, ասում է շարժում է տենց, ապաքաղաքական շարժում է, հա,
Ո՞րն է ձեր նպատակը, ապա քաղաքական շարժում, հա, ունի նպատակներ, մեր նպատակները քաղաքական դաշտում բան փոխելն է, սպես մի րոպե, դուք ապա քաղաքական շարժում եք, ով ուզում է քաղաքական դաշտում բան փոխի, ընդ որում, բանա փորձում փոխի, ուրիշ երկրում Հայաստանի դեմ սուտ ցուսմունք տալու գնով, իրավաբաններից մեկը օտարազգի իմ երկրի ներքաղաքական իրավիճակի մասին իրան թույլ է տալիս ափրցփռ արտահայտություններ, դուք ապա քաղաքական եք, հետո անում են համագումար, ասում են մենք կներկայացնենք մեր բանին, թեկնածուին, որը բոլորի համար ընդունելի կլինի, չեք կարող, աշխարհում չկա որևիցե նորմալ հասարակություն, որտեղ կարող է լինել մեկը, ով բոլորի համար ընդունելի է, նման բան գոյություն չունի, չի լինում, չի կարող լինել, ու իրենք ապա քաղաքականն են, ես ձեզ ոնց ասեմ, անգամ Հիսուս Քրիստոսը, երբ որ եկել էր մարդկանց համար էր եկել, ու ոչ մի վատ բան չի արել, մենակ լավ բան է արել, անգամ ինքը չընդունվեց բոլորի կողմից, հասկանում եք, լավ թողնենք աստվածաշնչյան կերպարները, գանք մեր իրականություն, անգամ 91 թվականին անկախությունը որոշակի տոկոսներ են եղել, որ դեմ են քվեարկել, բոլորին ընդունելի չի եղել, 18 թվի համահայկականը մեծ հեղափոխությունից հետո ընտրությունները նշանակվեց, առաջարկված թեկնածուն 100% զայն չի հավաքել, չէ, դուք ոնց եք սենց բաներ խոսում, ու տենց, ու մարդիկ էլ կան հավատում են, որ կարող է այդպիսի բան լինի, անգամ մշակույթի ոլորտում չի լինում, արվեստի ոլորտում չի լինում, ուր մնաց քաղաքականության մեջ, սա գիտություն ասեմ, անտեղյակություն ասեմ, չգիտեմ ինչա, ինչպես պետք է բնորոշել, հիմա դուք ինչ եք, ինչա ձերը, այսինքն դուք ի սկզբանե խաբում եք ժողովրդին, խաբում եք, մենք ապա քաղաքական ենք, բայց դուք արդեն խաբում եք, ու ես ես ցույց եմ տվել, քանի անգամ եք խաբել արդեն, եւ այո, հիմա երրորդ ձեռքով ժողովուրդ ջան կփորձեն պաշտպանել հենց այս թալանչիներին, այո, հենց իրենք, մարիոնետային տես խաղերն են, շատ խամաճիկների թատրոն է, իսկական, խամաճիկների թատրոն, տեսա մեկը գրել էր, այս հենց եք անում, ոնց էր, մի րոպե, չհասկացանք, ռուսամետ, մինչև այսօր չեն հասկանում, հիմա դուք ռուսամետ եք, թե եվրոպամետ, թե աղբության, այդ որպեսի գորալով այդ հարցը չտակ, ասենք ումից ես այդ պատասխանը ակնկալում, ումից, ով պիտի ասի, որ քո համար այդ հարցը ավարտված լինի, սպառված լինի, ով պիտի ասի, իմ կարծիքով, այդ հարցի պատասխանը կարա տա երկրի վարչապետը, ամբողջովին, չէ, բայց դու էլ չես լսում իրեն, չես նայում, որովհետև քեզ համոզել են, որ դու ատում ես իրեն, չնայած անգամ ատելու պարագայում կարելի է նստել ու նայել, որովհետև քո հարցի պատասխանը այդտեղ է, օրինակ ես շատ հարցեր ունեմ, նստում եմ սենց նյարդերս զսպած, նայում եմ Քոչարյանի կամ Սերժի հերթական ինչ-որ բանը, չգիտեմ դրա անունը ինչ կարելի է դնել, էլի տես բանը, նայում եմ, սենց մինչև վերջ, հասկանալու համար իմ հարցերին սպառիչ պատասխան գտա ես, թե չէ, հետո գալիս եմ այստեղ ներկայացնում եմ, գտել եմ, թե չեմ գտել, կարող եմ չգալ այստեղ, բայց ինձ համար արդեն այդ հարցը բանը մարել, հիմա ձերն է,
Համ հարցեր եք տալիս, բայսի, բայն, ու նայում ես, մարդը մտել է, բանի տեղ է դրել, մտել է, ուշադրություն է դարձրել, որ այդպիսի հարցադրումներ էլ կան, փորձում է ընդհանուր միտքը ձևակերպի ու պատասխանի հարցիդ, քո հարցին, որտեղ մարդու տեղ է դրել։ Ու դու այդ ընթացքում նույն տեմպով իրեն բաներ ես գրում, անեցքներ ու չգիտես ինչեր ես գրում։ Բայց լսի, հարցիդ է պատասխանում։ Եթե կծնվեն նոր հարցեր, գրի նոր հարցերդ։ Առհասարակ ես KGB-ի գործելավոճը, որը մինչև հիմի կա, հայոյանքով, պախարակումով, ծաղրանքով ներկայացնել, որևիցե մեկը adekvat բան չի, որևիցե մեկը adekvat քաղաքական խոսք ընդդիմադիր դաշտում, խոսքս գիտեք, որ ընդդիմադիր դաշտի մասին, հա, քաղաքական հակադրություն որևիցե գործունեությանը չի դրել։ Չկա այդպիսի բան։ Ես շատ ուշով նայել եմ բոլոր ազգային ժողովի նիստերը, նայել եմ բոլոր ակցիաները, բոլոր միտինգները, բոլոր հավաքները, խոսույթը, նայել եմ ամեն ինչը նայել եմ։ Նայել եմ իրանց հեռուստատեսություններով, իրենց սիրելի լրագրողների հետ, իրենց զրույցները, ճեպա զրույցները, ամեն ինչ, իրենց հրապարակումները, հայտարարությունները, մի հատ քաղաքական բան, որ կարողանա ասի, գիտես ինչ, այս բաժակը, որ բերում եք սխալ եք անում, որովհետև ու բերի այսա, քաղաքական խոսույթով հակադարձի, հիմնավորի ու հասնի նրան, որ սա դառնա։ Տես բան գոյություն չունի։ Բաժակ եք բերում, թուրքեր բաժակ եք բերում, որովհետև ու գնաց, սա քաղաքականություն չի։ Սա քաղաքականություն չի։ Ու վատն է, որ ցավոք սրտի ձեր հետևորդ, բայց մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ոմանք այդ ձեռագիրը ընդօրինակել են։ Ու մինչև հիմա իրանց հաշվետու իրենք իրենց խոսքին գործունեությանը հաշվետու չեն։ Պատասխանատվության զգացումը չկա։ Պատասխանատվության զգացումը, ցավոք սրտի։ Մենք նոր ունենում ենք, նոր պետություն ենք ստեղծում։ Նոր, հիմա։ Անուն չեմ դնում ոչ մեկին, տենց է ստացվել։ Մի քանի 100 տարի անց։ Երկրի ղեկավարը բրիֆինգ էր անցկացնում լրագրողների հետ, որտեղ հերթական անգամ Կտրիչ Ներսիսյանի հետ կապված հարցին, որպես պատասխան, ասաց, որ առհասարակ մենք ունենք լեզվամտածողության խնդիր, որ եթե սուլթանն է նշանակում կամ սուլտանի սրտով է կաթողիկոսը, ուրեմն լավ է, կամ եթե կայսերի սրտով է լավ է, շահի սրտով է լավ է, բայց երբ որ մեր սրտով է, դա ոնց որ լավ չի։ Ու մեկնաբանեց, ես խորհուրդ կտամ դիտեք ամբողջը, շատ հետաքրքիր մեջբերում էր, որովհետև մենք ունենք մտածողության խնդիր, որ մենք ինքներս չենք կարող որոշել մեր ճակատագիրը, չպիտի որոշենք, որովհետև դա ոնց ինչ է նշանակում, բա ինչ կասի սուլթանը, բա ինչ կասի կայսրը, ոնց թե դու ուզում ես ինքնուրույն գնալ տուալետ, ձեռք բարձրացնես, այլաբանական իմաստով եմ իհարկե ասում, այստեղ է մեր խնդիրը, ու այստեղ ես կհավելեի, իհարկե վարչապետը այդ հարցին էր պատասխանում, դրա համար այդպես ձևակերպեց, իսկ ես դրա մեջ տեսնում եմ ավելի լայն բաներ, մենք նաև քաղաքական դաշտում ենք այդպես, մենք երկրի կառավարելու մասով ենք այդպես, մենք չենք հավատում, որ մենք ինքնուրույն ենք, մենք չենք հավատում, որ ունենք պետություն, որը պիտի ժառանգենք, ինչ ժառանգեցին, ինչ ստացանք, ժառանգած լինեին այլ բան կստանանք, հասկանում եք, հիմա մենք ինչ ենք ուզում ժառանգել, ինչ ենք ուզում ստանան արդյունքում մեր սերունդները, այստեղ խնդիր կա, ու ամեն մեկս որպես քաղաքացի պատասխանատվություն ունենք, մեր բաժին պատասխանատվությունը,
որից չենք կարող խուսափել։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Մենք ինքնուրույն պետություն ենք փորձում դառնալ, պետություն, որը ելնելով նրանից, որ ինքնուրույն է, կարող է աշխատել ում հետ ցանկանում է, ում հետ համարում է հարմար մեր պետությանը, օգուտ։ Շահ, այո։ Այդքան ինքնուրույնացել ենք ու դեռ գնում ենք առաջ։ Ինչ-որ պայի հարմար կլինի այսպես, կլինի այդպես, այնպես, կլինի այնպես։ Մենք նաև բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում։ Եվ այո, հիմա գնում ենք այն ճանապարհով, որով որ գնացել են Եվրոմիության երկրները, որովհետև այստեղ մի հետաքրքիր նյուանս կա, որի մասին նույնպես մանրամասնել է, հա, Փաշինյանը։ Տեսեք, ոչ մեկ չի կարող ասի, չէ՞ որ դա զարգացած երկրներ չեն։ Ոչ ոք։ Ինչի հիման վրա են զարգացել։ Ճիշտ վարած քաղաքականության։ Դա կլինի ներքին արտաքին քաղաքականություն, դա կլինի տնտեսական քաղաքականություն, դա կլինի ռազմական քաղաքականություն, դա ինչ սոցիալական քաղաքականություն, ինչ քաղաքականություն ուզում է լինի։ Ընդհանուր արա ինչ որ տեղեր իրենք են սխալվել սայթակել, մենք դա պիտի տեսնենք։ Եվ առաջարկվում է, որ մենք նույնպես դառնանք արտադրող երկիր, արտադրություն ունեցող երկիր, ներդրումներ կան մեր պետություն, անվտանգ երկիր, բազմակողմանի շփումներով երկիր եւ այլն։ Սրա համար ամենալավ մոդելը Եվրամիության մոդելն է։ Հիմա մենք փորձում ենք մեր արտաքին դիվանագիտական բլոկը փորձում է Եվրամիության հետ հարաբերությունները բերել մի կետի, որտեղ որ մեր հետ կաշխատեն, որովհետև այնպես չէ, Եվրոպան էլ նայում է, ով ուզում իր հետ աշխատի, գնան աշխատեն, չէ։ Այնտեղ փլավը չեն լցրել, պատառաքաղը լցրել ու սպասում, որովհետև նույն Եվրոպան մտածում է այսպես, ասում է, կներեք, ձեր անվտանգության համակարգը ամբողջովին ռուսական է, իսկ այսօր Ռուսաստանը աշխարհում տերորիստական բան է։ Ագրեսոր երկիրը։ Սկսվեց։ Կներեք, ձեր առողջապահության ոլորտում այնպիսի բան է կատարվում, որ ասենք օրինակ, եթե ես գամ ձեր երկիր իմ հետ ինչ-որ բան լինի, կամ դուք գաք մեր երկիր ինչ-որ բան լինի, ֆինանսական հնարավորություն չլինի, ո՞նց է այդ հարցը լուծվելու։ Սրանք հազարատ հարցեր են, մի միլիոնատ։ Հիմա փորձում ենք ասել, գիտեք ինչ, հա մենք էսի սենց ենք, շոտկելով գնում ենք ու բերում ենք այն կետին, որտեղ որ ցիվիլ աշխարհը հասել է։ Այ ամենավերջում, երբ որ մենք այդ մոդելով առաջ խաղացումը գրանցած կլինենք, ամենավերջում Եվրամիությունը, այ ես արդեն կրկնում եմ Փաշինյանին, կասի մենք պատրաստ ենք ձեզ ընդունել մեր միութենականության շրջանակներում։ Խնդրեմ։ Չի ասի։ Արդյունքում կունենանք զարգացած երկիր։ Այսպես թե այնպես։ Այսինքն մենք ո՞ր մոդելով գնանք, ռուսական մոդելով։ Ռուսաստանը ինչ է արտադրում, մեկ ինձ կարա ասի։ Մենդելեևի ամբողջ աղյուսակը դրած է։ Իզուր չէ, որ հենց Մենդելեևն է այդ աղյուսակը քիմիական տարրերի ստեղծել։ Ամբողջ աղյուսակը իրաց մոտ կա։ Եվ ընդամենը արտահանում են այդ ամեն ինչը, վերջնանք ինչ արտադրություն ունեն։ Առավոտի ծիրիկուն արևմուտք են հայհոյում ու պախարակում, բայց եվրոպական մեքենաներով են շրջում, իրենց տան տեխնիկան ամբողջ արևմտյանը, բայց խանեն թափեն։ Որ այդ նույնը մեր մոտ է, մեզ մոտ այս ռուսական մոդելը դրած է մեր ուղեղի մեջ։ Թուրքը մեր թշնամին է։ Վերջ։ Մենք չունենք ոչինչ այնտեղ նայելու։ Այս սամանը փակել լավ է կարևոր փակել եք թուրքեր, չբացեք, հենց տենց էլ փայեք։ Ադրբեջանն էլ է, մեր թշնամին էլ փակեք, այն կողմ գնացեք։
Վերջ, մենք մեզ համար այսպես կնստենք։ Հասկացաք։ Մեր մասով պլաններ չունենաք, մենք էլ ձեր մասով չենք ունենա։ Սենց չի աշխատում։ Սենց չի աշխարհը։ Հասկանում եք։ Ու զուգահեռ մենք կարող ենք թուրքը իմ թշնամին է, բայց ում պահարանը բացես լրիվ թուրքական լինի։ Այս կիսատ պռատությունը նյարդայնացնում է բոլորիս, եկեք կողմնորոշվենք, բայց չենք էլ կարող, ու որովհետև հասարակությունը բազմա տարա, մեկ ասում է, հա, ես գնում եմ բենզին լցնեմ, ադրբեջանական, հա, վաղն էլ մի հատ ադրբեջանցի հայկական բան առնելու տանը իրատուն, ինչ իրա տղեն չի զոհվել, Զովել է, իհարկե մենք գնահատականում մեր համար մերը ուրիշ է, իրենց համար էլ իրենցն է ուրիշ, պատերազմները վատ բան են, այ էտ է բերում պատերազմը, եթե կարողանայք կառուցել խաղաղությունը 30 տարվա մեջ, ընդ որում հաղթական դիրքերից, կառուցեք այդ խաղաղությունը, դուք չեք գնացել խաղաղություն կառուցելուն, դրա համար ունենք էլ ինչ-որ ունենք, ու հիմա այդ նույն ուժերը, ովքեր չեն գնացել խաղաղություն կառուցելու, մեղադրում են նույն ժողովրդին, ով տվել է իրենից 4000 զոհ, որ սրանցից գնում են, բան են առնում, կներեք, չեք կարողացել կառուցել խաղաղություն, մենք ենք սկսում կառուցել խաղաղություն, դու Արցախը շրջապատված էր, հենց Արցախցի չկար, որ ադրբեջանական բենզին էր բերում գյուղի ժողովրդի վրա ծախում, 1000 կներեք, 1000 անգամ կներեք ժողովուրդ ջան, պատերազմից մի 2-3 ամիս անց արդեն, երբ որ բլոկպոստերը կային, արդեն որոշակի փոխանակումներ էին գնում տվյալ գյուղի ապրողներին ու չասեմ գյուղերի անունները, ու այդ զինվորականների միջև, փոխանակում բան, տանելու են զենք առնեն, հա, մնացել են Ադրբեջանի բյուջեն նայել եք, փող չունեն զենք առնեն, մնացել են դրա հույսով, հեսա բենզինը բերում են մեր վրա ծախեն, գնան այդ զենքերը առնեն, ես ինչ հիստերիկ բաներ է, դա վատ բան է, ես սովոր չեմ, որ գնամ մեքենայից մեջ լցնեմ, բայց ես կառավարում եմ իմ զգացմունքներով, բայց ինչին ենք մենք ձգտում սրանով, այո, ես հասկանում եմ, որ գուցե 1-2 սերունդ պիտի անցնի, որ ավելի էմոցիաները այլ հարթության լինեն ու կստացվի այդ ժամանակ, բայց կներեք աշխարհը չի սպասում եւ քո թշնամիներն էլ չեն սպասելու, որ այդ 1-2 սերունդը անցնի քեզ մոտ է, սպառնալիք են առայժմ, եւ Թրամփի ուղին եւ օգոստոսի 8-ը այդ սպառնալիքների չեզոքացման մասին է, բայց որպեսզի լինի վստահություն փոխադարձ, պիտի լինեն քայլեր, այդ քայլերի մի մասը դուր է գալու, մի մասը դուր չի գալու, մեր գերիները, միջև չունես ընաս հարաբերություն, ավելի հեշտ որ դեպքում կարողանաս բերել, կամ կներեք այդ գերիների պարագան, ինքը շատ բարդ բան է, շատ բարդ, դուք ստեղ նստեք, ինչ ուզում եք ասեք, իրանք էլ թող անեն մեր, ինչի համար պիտի տան, երբ են գերի ընկել, ով է գերի ընկել, հետո գնացել եք կապիտուլացիա եք ստորագրե, ով է պահանջատերը, հազարատ, թե իրավական հարց կա, թե զգացմունքային, թե քաղաքական, թե ոնց ասեք, որ դուք ասում եք վայ գերիները դուք մտածողն եք, այնտեղ էլ որ լուր աշխատում են մտածողը չեն, երեք Արադ Միրզոյանը մի ամբողջ հարցազրույց էր տալիս այդ թեմայով նաև, նայեք, հարց էիք տալի, բա գերիները նայեք, պատասխանը այդտեղ է, չէ, ես նրան չեմ նայի, ուր են մեր գերիները, ում ես բա հարցը տալիս,
Կամ թեմային չէ տարածում, բա Թրամփը ինչի 20 թվականին քրիստոնյա հայ ժողովրդի մասին բան չէր խոսում եւ կոտորում էին նրան, թե այդ ժամանակ մենք մուսուլման էինք, ուսած գնում են էլի ավելի սուր, թե կարող է ուսած գնում են, հիստերիկի նման, ուսած լսի, ուրթի, ամնավատն է նա, որ դու 35 տարվա անկախ պետության քաղաքացի ես ոնց որ թե Բայց մինչև մի չես հասկացել քո պետությունը ինչի մասին է կամ առհասարակ պետությունները ինչի մասին են։ Դու մինչև մի չես հասկացել պատերազմն ինչի մասին է ու պատերազմն ինչա ինքը իրանով։ Դու չես հասկացել համագործակցությունը ոչ մի բան չես հասկացել։ Որովհետև 20 թվականին դու եղել ես Ռուսաստանինը։ Եվ պատասխանատու Ռուսաստանն է։ Թրամփի հեշ պետք նա գա այստեղ բանանի։ Ուսմախ ջան, ռուսի պատասխանատվության գոտին է, իսկ պիտի մտնեմ իր դաշտ։ Իր բոստան։ Հա, որպես միջազգային սուբյեկտ ես դատապարտում եմ։ Վերջ։ Բայց ազդեցության տիրույթը Ռուսաստանինն է։ Ես մտնեմ այնտեղ, ինչ անեմ, Ռուսաստանի հետ հակադրվեմ, կռիվ սկսեմ։ Ո՞վ ա ում համար կռիվ սկսողը։ Դու եղել ես Ռուսաստանի բոստանը։ Դու եղել ես առնվազն 3 տերությունների ազդեցության գոտում Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Գա Թրամփը մտնի այդտեղ ինչ անի։ Այ երբ որ մենք վերահաստատեցինք մեր նպատակները ու սկսեցինք հստակեցնել մեր գործելավոճը, այդ ժամանակ միջազգային հանրությունն ասաց մի րոպե, կարող է ուզում եք հետներս աշխատել որպես միջազգային սուբյեկտ։ Մենք ոչ ենք ուզում։ Okay։ Այս հարցերով կարող ենք աշխատել։ Որովհետև այդ արդեն, այո, դարձել առհասարակ դա ֆիզիկա է, մեծ մարմինը ձգում է փոքր մարմնին։ Եվ այո, 3 գերտերությունների մեջ ձգողական դաշտը պատկերացրեք ինչա անում։ Մենք ասացինք մի րոպե։ Մենք սուբյեկտ ենք։ Մենք ունենք առաջարկներ։ Որտեղ որ այս 3 կայսրությունների, այս 3 տերությունների շահերը նույնպես կհամընկնեն։ Եվրոպա ջան քոնն էլ։ Եվ այո, մենք սենց ենք որոշում։ Մենք չենք գնում դառնանք պետություն առանց սահմանների ու չգիտեմ ինչ նկրտումներով, պատմագիտական պահանջներով։ Մենք գնում ենք այն ճամփով, որով դուք եք գնացել։ Ասենք օրինակ Ֆրանսիան կայսրություն է եղել, հիմա ենք ունի հստական սահմաններ։ Իհարկե դարձյալ ինչ որ բանով կայսրություն է, բայց ինքը հստակ սահմաններ ունի։ Ու ոչ մի ֆրանսիացի չի ասում, գիտեք ինչ, երբ որ մենք ուսած չէ, սա է մեր սահմանը։ Այս սահմաններից այս իրավական բանը գնում։ Այն մյուսը առհասարակ Նիդերլանդները, չգիտեմ, Գերմանիան։ Մեկը չի ասել Գերմանիան կարող ասել, այ ես որ գրավել էի սաղիմներ դուք ուր եք։ Ընդ որում բոլորովին վերջերս, հա, մի 100 տարի էլ չի անցել։ Չէ, որովհետև խաղի կանոնները այլ կերպ են։ Ու այստեղ մենք դարձանք հետաքրքիր աշխարհի համար։ Ու դեռ դառնալու ենք հետաքրքիր, ասեմ ավելին, մի քանի անգամ հավաքեցինք աշխարհին մեր տանը, Հայաստանում։ Ու դեռ էլի ենք հավաքելու։ Որովհետև մենք սուբյեկտ ենք միջազգային, շնորհավոր ձեր անկախության տոնը, հասկանում եք։ Եվ այո, այս մենտալիտետը շատ անսովոր է, բայց գնալով ինքը հաստատվում է եւ մենք հասկանում ենք, որ իսկապես 4-րդ հանրապետությունը դա անհրաժեշտություն է դառնում, ամենայն հարգանքով նախորդ բաների վրա, ասենք օրինակ, եթե մենք 3-րդ հանրապետության օր ենք նշում, մենք դրանով չենք վարկաբեկում, չէ՞ առաջին հանրապետությունը։ Ոչ։ Խոսքը գաղափարական մոտեցումների մասն է։ 4-րդ հանրապետությունը այսպեսինն է։ Ոստեղ է հարցը։ Ոչ թե վախի չէր խոսում։ Գրեք Ռուսաստանը մինչև հիմա խի չի խոսում։ Որ դա է եղել քո ռազմավարական դաշնակիցը, նա ունի պարտավորություններ։ Դու ո՞նց կարող ես աշխարհից պահանջել։ Եթե դու ասել ես աշխարհ, բոլոր տեսակ բաների քվեարկությունները ես ռուսի օգտին եմ անելու, որովհետև ինքն է իմ ռազմավարական դաշնակիցը։ Okay, արա։
Հետո գնում ենք ոտքերներս քարին ենք խփում, աշխարհը էսքի ձեն չանեց։ Ախպեր եղբայր։ Բա Վիտալի Բալասանյանը ես չի անդրադառնա, բայց պարզապես էս խոսույթը սրանց մեջ կա էլի, արդեն վաղուց ծամծամվում է ու փորձ արվում մեզ ներկայացնել իբր օգոստոսի 8-ը խամրեցնել էլի։ Ինչ է ասում։ Ասում է օգոստոսի 8-ինը փաստաթուղթ չի։ Բանն է փաստաթուղթ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է փաստաթուղթ։ Ու մենք դեռ վերադառնալու ենք Արցախ։ Արցախի էջը փակված չի, մի րոպե էլի, մացած ահա։ Օգոստոսի 8-ինը փաստաթուղթ չի, նոյեմբերի 9-ն է իսկապես փաստաթուղթ։ Գործող փաստաթուղթը դա է։ Արցախի վերադարձի հարցը Փաշինյանի համար փակված է, մեզ համար փակված չէ։ Կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն ուժի մեջ է։ Okay։ Հարց։ Ինչու Արցախում չեք։ Էս ինչ վերադարձի մասին եք խոսում, որտեղից ուր։ Ինչի Արցախում չեք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով կա Արցախ, որտեղ ապրում են հայեր, էթնիկ բնակչությունը Արցախի, որոնց անվտանգությունը երաշխավորելու համար արցախցիների սրտով որոշում է կայացվել, որ ռուս խաղաղապահներ լինեն, ովքեր կպաշտպանեն անվտանգությունը եւ իրավունքները։ Ճիշտ է։ Պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնության վրա է։ Հայաստանինը չի, չնայած Հայաստանը զուգահեռ լուրջ միջոցներով աջակցել է։ Իմիջիայլոց պետական լուրջ միջոցներով աջակցելը դա շատ վտանգավոր խաղ է եղել Հայաստանի համար։ Բայց գնացել է Հայաստանը այդ քայլին, այդ վտանգի միջով։ Հասկանում եք, որովհետև եթե ես Հայաստանից գումարը իջացնում եմ բյուջեից, բոլորի փողից, որ ես բաժակա առնեն, բերեն Արցախ, դա պիտի թղթով երևա։ Որ չերևա, դուք, հենց դուք, դուրս է գալու ասելու եք կառուպցիա կա, բայց ուր ես բաժակի փողը։ Չէ՞։ Ահա։ Ու դրանով վտանգել է Հայաստանը իրեն վտանգի տակ է դրել շատ լուրջ վտանգների, որովհետև խոսքը դուք էլ եք հասկանում, որ բնավ մեկ գավաթ ջրի մասին չի։ Չէ՞։ Ահա։ Բայց այնուամենայնիվ ձեր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն էր։ Շատ սիրուն էլ դիմավորել եք, կարծում եմ ոչ մի վատ բան իրենց հանդեպ չեք արել։ Շրջափակումից առաջ արդեն այդ խաղաղապահները իրենց ամենօրյա գործունեության գրքույկում արդեն գրանցումներ չէին անում, որովհետև արդեն իրեն գիտեին ինչա ստացվելու։ Հիմա դու եկել ես, այս հարցին է հələ պետք պատասխանել, մինչև ասես Արցախն ուրա դու ուր ես, դա այդ հարցին հենց պատասխանես եւս 9999 հատ հարց կա, մինչև այնտեղ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է փաստաթուղթ լինել կամ ուժի մեջ լինել։ Դուք էսիշ նարրացիվ խեք արցախցիների կյանքն ուտում։ Ղարաբաղում սաղ կյանքները կերել եք, հիմա էլ էստեղից եք կյանքներն ուտում։ Ինչ եք ուզում դուք։ Այո, 90-ականների պատերազմին որոշները մասնակցել են շատ լավ, բայց կներեք 44-օրյայի մասնակիցներից գիտեք ինչքան տղերք եմ տեսնում, մեկը գազի զապրավկան է աշխատում, մյուսը ջեռուցման կացայի տեղադրմամբ է զբաղված, մյուսը առաքիչ է, ոչ մեկ չեք էլ ասում, մենք պիտի ոչմ մի խոսքով սենց, ու մի հատ էլ վերբով կա լինեին, որովհետև երբ որ դու գնում ես այդ ճանապարհով անպայման քեզ վերբով կա են անում։
ոնց որ հիմա եկեղեցին զավթած մի խմբակ փորձում է հենց դրանով պահել իր գոյությունը, բայց իհարկե չի պահելու։ Ինչի՞ց եք խոսում։ Ում եք ուզում խաբել։ Եվ հանկարծ առավոտյան վերջին թեման էլ արծարծենք ու վերջացնենք, չեք պատկերացնի, խայտառակություն է սա, հերթական խայտառակությունը, վեհափառ հայրապետը հանրային հեռուստատեսությամբ չի շնորհավորելու ժողովրդի նոր տարին։ Շատ ուրախ ենք, շնորհակալություն, որովհետև այն անձը, ով իրան ներկայացնում է վեհապառ հայրապետ, չի կարող լինել հանրայինում, որովհետև հանրայինը կեղծ տեղեկատվություն փորձում է չտարածի։ Չէ՞։ Ոնց կարա հանրայինը թույլ տա կեղծը գա որպես վեհապառ ինչ որ ելույթ ունենալու։ Խայտառակությունը ոչ, իմ կարծիքով։ Մենք իրար կշնորհավորենք։ Թող իրենք գնան իրենց նզովքների ու անեծքների նոր հատորյակը գրելու։ Ժողովուրդ ջան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, գնանք, հանգստանանք, ես այո, խորելու ժամանակ շատ ունենք ամենատարբեր թեմաների մասին եւ կարծում եմ իսկապես 26 թվականը հաղթանակների տարի է լինելու։ Մենք դեռ շատ ենք խոսելու, շատ ենք շփվելու եւ հասնելու ենք այդ բաղձալի հաղթանակներին, իսկ հաղթանակները լինում են թե բարոյական, թե քաղաքական, թե ձեռքբերումներ լրջագույն, որոնք հաղթանակ են համարվում։ Եվ այո, հաղթանակ է համարվում նաեւ խաղաղության հաստատումը։ Դա էլ կա։ Շնորհավոր գալիք նոր տարի, եթերում ազատ շփումներ։